Ողջուններս, ասեմ ժողովուրդ ջան։ Ուրեմն ես չեմ տենում։ Վերջին օրերին սկսել են ինչ-որ ազգային ժողովում, թե ներկա, թե նախկին, թե օլիգարխի, թե եսիմի ժիվալը շոշափել, տալառնել Մամել Գրիգորյանի անունը, Մամել Գրիգորյանի դավաճանին, սպանին, չգիտեմ, փորձում են ինչ-որ ցեղ շպրտել փաստաբանի վրա, բայց իր փաստաբանը լավն էր, վատն էր, չէր կարող մեծեր անեմ եւ այլն։ Ու ինչն է տարօրինակ, որ խոսում են այնպես մարդիկ, որոնք որ երբ որ Մամել Գրիգորյանը եկան Դուբլին տարան, դրանք բոլորը մտել էին մկան ծակը։ Էլի պիտի խոսայց հարցում Վարդան Ղուկասյան։ Նախ, ես ուզում եմ, քանի որ մեր ժողովրդի հիշողությունը շատ վատ է, մեկը հերթական անգամ թարմացնել։ Մամել Գրիգորյանը պատգամավոր էր։ Մամել Գրիգորյանին չէին կարա բռնեին, տանեին, եթե ազգային ժողովի պատգամավորները տվոպկի չսխմեին։ Իսկ այդ ժամանակ ուզում եմ հիշեցնեմ, ովքեր էին նստած ազգային ժողովում, մեծամասնություն որպես Սերժ Սարգսյանից հայտ, հանրապետական կուսակցությունը։ Ով էր այդ ժամանակ ԿԳԲ-ի մինիստրը, ով եկավ Մամել Գրիգորյանի հետևից, Վանեցյան Արթուր, հիմա չի կարող Վանեցյան Արթուրն ասի, ես այնպես խաբար չեմ, էդի ես չեմ, ոսոն ինչը դեղ գործելում եք, ասում ես խաբար չեմ, էդի ես չեմ։ Հիմա Մամել Գրիգորյանի կուսակիցները, հանրապետական, կիրովականց էին գործի աշկես բռնած ղախպի տղից, վերջացած չակերտավոր երջանկա հիշատակսեր Անսարոյանից, որ Մամելի հետ մի տեղուտը մի տեղ կակամ էին։ Կոչակը սխմին ասին Մամել ընտրել դուբլեք։ Հետո են մարդիկ Սերաֆան դեմքով հելել էին եկել էին Մամելի գերեզման ծնունդի օրը շնորհավորում էին Մամել Գրիգորյանի ծնունդը։ Գեկնային։ Մամել Գրիգորյանի տղեկը, նամանավատ են երկու խիարները, դրանցից ոչ մեկը չասեց, արա դու կոճակը սխմիր, իմ հորը վեկալան տարան։ Այսօր եկել եք ստևորի չանեք։ Մամել Գրիգորյանին հեզ բռնին, ամենաառաջինը Մամել Գրիգորյանի կողի սրան սեփական տղեկը։ Սեփական։ Են աղջիկն ա դուխովել է։ Մնացած տղեկը, բայ գուդբայ, դու մեր չես։ Մամելի սաղ ինգերներ, Մամելի սաղ բարեկամնի, լրիվ ձեռը լվացին քաշվան բնի կոմ, էջ մի ասանց ինչ էր էդ ղախպի տղի ալը, հելել էր ինգել էր իմ, հետո մտավիտ ավականի, ալել է բան մորոսի արսել, բորը մեզ Մամելը բրվի, դատ վեսավի, բայնա, վենալ, մեկը չէ լավ ասես, քուլ լավը ծռրեմ ես, ուղ վեսիմ, որ մեզ էլ բա պորնիկա, ինչ էր դրա նախ քրիստիկ, չեմ իշի, ով շմացակ։ Հիմա հելել են, հիշել են դրուկ Մամել Գրիգորյան։ Վանեցյան Արթուրը օպոզիցիա էր խաղում, չէ, ուզը, հիմա Վանեցյան Արթուրի ընկեր ազգային ժողով մտած տաշիրական է, ռոբիկական, հենա սաղ սալամատ ա։ Երեք, չգիտեմ, մի հատ համաբանական կուլտուրական վայր, հասցվեք Վանեցյան Արթուր մեղավոր էր, թե չէ։ Ապոլինի զենքի գործը դու կարիր Մամելի վրեն, էնել ոչ մի իմ Մամելը իշխան զենք ունել, հրվ էտ օրինական ինչ մեկ երկված հրացան ենք, թե տրուբա ենք, թե ինչ ենք, թե դաչից։ Հարկայինից խուսապելը դու կարիք վրեն, վերջու պարզով տեսպան չկո, համայատ է չկո։ Անդեղ տուշոնք եկը, նամանավան տուշոնք եկը, էդ էլ պարզավոր տեսպան չկո։ Վանեցյան Արթուր, ինչի գլուխ կերար։ Բայց ամենակարևորը, որ այս ամեն ինչի թիկունքում կանգնած է Սերժ Սարգսյանը, որովհետև եթե Սերժ Սարգսյանի դաբրոն չլիներ, հանրապետական կուսակցությունը այդ կոճակը չէր սխմի։ Այնտեղ ճանճը չի, այսինքն ճանճը չէր թռնում առանց Սերժի համաձայնությամբ։ Սերժ Սարգսյանը դաբրոն տվեց, հանրապետական կուսակցությունը կոճակները սխմեց, Մամել Գրիգորյանի վեկալան տարան արին մորմոշ։ Արշիվում Ղարաբաղի պատերազմն էր, անհրաժեշտ էր Մամել Գրիգորյանին վարկաբեկել, գրնել, քսել միանիրով, որ կարանալ անել, են ինչ որ անել, որտեղ Մամել Գրիգորյանը երբ որ հարցնում էին հողերը հետ տալու մասին, ասում են մորը տար տուր։ Ակնհայտեց, որ դա վերաբերում էր Սերժ Սարգսյանին, որ Սերժ Սարգսյան մորը տարտու թուրքերին։ Կամ Լևոն Տեր-Պետրոսյան մորը տարտու թուրքերին։ Նիկոլ Փաշինյան, չնայած Նիկոլ Փաշինյանի համար սրբություն գոյություն չունի։ Համ մորը կտա, համ կնկանա վաղուսնվ է, երեխեքը վատ չգիտեսում են տվե։ Եվ այսօր հելել եք Մամել Գրիգորյանի անուն տալում եք, որ չանեք, դիվիդենդ եք ուզում, հավքեք այ ղախպի տղեք։ Հա։ Ուր եք։
Եվ Լևոն Բաղդասարյանը մենակով պաշտպանում էր Մավել Գրիգորյանի սա համացածը հարձակվել է Լևոն Բաղդասարյանի վրա, բայց այն մարդը իր մասնագիտական պարտականությունից ելնելով անում էր էլի շփթյանը ուր եք դուք։ Այսօր Մավել եք հիշել։ Հա։ Մավել Գրիգորյանը սուրբ չէ։ Մավել Գրիգորյանի հետ ամենամեծ հակասությունները ռազմական ոստիկանության բնակավարում ունեցել եմ ես, անձամբ ես, նո հետո Եվի Գասպարյան Վովան։ Ինչ կար Մավել Գրիգորյանից, ինչ որ ընկել իմ տեսածում ես էի բնը բռնեմ։ Հելը գնացեք ռազմական ոստիկանության օպերնիկը վարչության սաղեն։ Են Հայրապետյան Արմենից բռնած, ունի Մարդով, Հայկով, Հովոյով, Ռոմիկով եւ սաղն մեծ հարց տվեք։ Մարդիկ ասի չտոսը։ Բայց որ ասում են լավին լավ, վատին վատ։ Այսօր հելել են բոլի տղավարի, Մավել Գրիգորյանի ալն է շոշափել։ Հետո դրա այդ օգնականն ա եղել, ինչն ա եղել Մավել, հիմա չգիտեմ, թոլի ռոբիկականն ա, թոլի տաշիականն ա, այդ ցակած գանդոնը։ Հելելա խոսում ա բան Մավելից։ Վերջացրեք։ Գնամերի արի սիրեմ, տարբերակն ա։ Ուզում եք ինչ ցույց Այդ եմ ուզում հասկանալ, ազգային ժողովում Մավել Գրիգորյանի անունը, որի մասով ինչ եք ուզում ցույց տաք։ Ես այն ազգային ժողովին ղախպի տղին, այն Վարդևանյանի ժամանակ տվի, չեսի հելեք պատասխանեք Ալիևին։ Շաբաթը մեկ հլնեմ, ցռմ ձեր վրա նստեմ, ցռմ ձեր։ Դուք ասքի Ալիևին ռիշ չեք անում պատասխանեք, դուք Մավել Գրիգորյանի տանը չեք տալու։ Արա լավ։ Վերջացրեք։ Ուզում եք ձեր ոռով ռուբ գցեք։ Ուզում եք, չգիտեմ, ձեր սերը փոխեք, դուք կյանքում այդտեղ ազգային ժողովում նստածներս, երբեք չեք մտածել եւ չեք մտածելու ոչ երկրի մասին, ոչ հայրենիքի մասին, ոչ քաղաքացու մասին, գնահ քաղաքացին ինքնիա մասին չի մտածել։ Դավաճանությունը անենց համտե այս ազգի մեջ, որ ես չգիտեմ, դա ինչ որ մի ձևով հնարավոր լինելու է հանել, թե չէ, առանց 1937 թվական կրկնելու։ Ես չգիտեմ ուրիշ տարբերակ, որտեղ դավաճանությունը համատարած է։ Տղեն դավաճանում է հորը, հերը դավաճանում է տղուն, մերը դավաճանում է աղջկան, աղջիկը դավաճանում է բան մորը, այդ չեմ խոսում մնացածի բան մասին։ Մնացածի մասին չեմ խոսում, ես չեմ խոսում էլի մասին, որ 7-6 տարի բոլորի հետ եղա լավամարդ, վատամարդ, որ հասարակ բանվորնի աշխատավարձը ստանա, որ մարդկանց իրավապահ մարմիններում չխոշտանգեն, որ պոռնիկ ծնողը զրկվի ծնողական իրավունքից, որ ասֆալտը այսօր չանեն, վաղը փդի թափի, եւ այլն։ Ինչի տեղ անցավ, խրի գլխի տեղ։ Մարդը գնացին մի հատ մայկա դրուսեք վիպչիկի համար, տաշիր ընտրին։ Այն նույն տաշիրի, որը որ պիցայի մի կտորը իա մատուցողի վրա որպես պերերից ծախում էր փողով, որը որ մատուցողին աշխատացնում էր 12 ժամ, բայց վճարում էր 8 ժամ, որը որ ժամկետնած կալբասը խառնում էր բանի հետ, խմորի հետ ծախսում էր ժողովրդի վերեն, որը որ ամբողջ Հայաստանի էլեկտրոցանցերի վրա նստած սովետամուզիկա էր խաղը, մի տեղ անջատեմ վառեմ, ինչ ուզում անում ես, մարդկանց տեխնիկան, սննդամթերքը, ամեն ինչը փչացելով, կմփսելով, զրո փոխհատուցում տալով, մարդիկ ժամերում մնալիքին ես փդում էին։ Այդ տաշիրին, որ անգամ չգիտի Մեսոպյան տառերը, գնացին ժողովուրդը փնտրեցին։ Իա իմբիցիլ բարեկամներով հանդես, որոնք որ բանակից փախացած։ Այդ չասին լավ է 100,000 դրամը ես կերա, վաղը ինչ խերս եմ ուտելու։ Գնացին ընտրեցին Ռոբերտ Քոչարյան նորից, որի մասին ես չխոսամ էլ ինչ էր արել, չկրկնվեմ նորից, հա, քաղաքական սպանություններ անանց թալանով դրա իմբիցիլ գանդոն տղենել ասում է մենք իստերք եք բերեք օրինական ենք ձեր բերել ստի տունուտերը ստի ագարկական կանալ ամաշխատ ստի թե դու օրինական ես ձեր բերել համխի շենքը Էրեբունի պլազան Արշինինվեստ բանկը Զվարթնոց օդանավակայանը որն ասեմ որը թողամ Կոնվերս բանկը այ կանտոն ու նորից գնացին ընտրեցին հանուն փողի Դոդի գագո գնացին ընտրին հանուն փողի էնել Դոդի գագոյին ծրին փռին տարան վերջապես ֆայման տարակողին ծակը այսօր նույն Դոդի գագոյի կնիկ դուրամ Ջավահիրը մի անգամ խիչել եմ ասում էդիկի մարդնա հետ տվեք Ջավահիրից բացի մերը Դոդի գագոյի մերը 90 կնիկա թո մի անգամ հլիացի քակս ուտեք էդին տղուն թողեք խոսքը սեփական ընտանիքը սեփական տղուն չի իշան Տղեկը Դոդի գագոյի տղեկը ամեն մեկի քակը դնես կշերքի վրեն կշրես
մի հատ հորտի քաշ ունի։ Են նվերիկի քաքը թեմից, բայց դու բեր միած են Մինսկի հրապարակից ու հելնի խոսասի Նիկոլ, փշատս ու դես, հորս թող, իանք իանց հորած քազ ունեն, նույնը մամեն տղեկնորին, նույն ձեզ, հիմա վաղը որ դոդը բանտում սատկի, պիտի եթել են ասեն, վայ, գագիկ ծարոքյանը սատկա, հələ մանվելը, քչից, վատից, լավից, հող սիրող մարդը, ինչ ուզում եք ասեք, մավելը դավաճոն չէ, բոլեմենի, դոդին փողը ծուսու ինչ ուզում ես հարա, ես որ սատկի վաղկն երկու օր, բայց ընտանիքը չի հիշում, ընտանիքը իա ղեկավարին չի հիշում, ելուր մնաց խոսան հայրենիքի մասին, դոդի գագորի մասկրուսիչ, բայց նա եկես ու սեպական տղեքը, սեպական հորը չեր հիշեն, նրանք են աղջիկ հրանասին, yaman, adică im herese, mi-am cam asum să părtaf. Daci. Elena, așa cam asum tot am făcut. Antani քիչիշում։ Դուք ձեր զինվորներին չեք հիշում, այն զինվորներին, որ ասեց ես հողը հազողի մերը կունեմ, ես մարտակազիր հազողի մերը կունեմ, ես ով այշում այդ կաժին։ Մերն էլ մեռավ այդ դարդից։ Հասկանում եք, այն դավաճանությունը այս ազգի մեջ միշտ է եղել, միշտ ներկալն պատմությունը նայում ես, թուրքերը դեռ սիստեմատիկաբար ծածկել են, սիստեմատիկաբար Abdülhamid, yeri Türkiye, ara eli փախել են, գնացել են Եվրոպա, էլի հետ են դառը եկել են, ապրել են Կոստանդնոպոլ, Ստամբուլ, ոնց է մամայա շինած դեպքն նեղրակցած, բայց Հայաստան չեն եկել։ Ոնց կան քեզ մի տեղ անցած ծսեն, դու նույնիսկ հետ գասը տեղ ապրես։ Նայում ես մեծ մարդ եկել, չգիտեմ, հայ մեծագույն մարսիկ եւ այլ, էլի հետ են դառել նույն թուրքական այբերն ստեղծող խախտ են նույնիսկ հետ դառել ապրել Թուրքիայում։ Բայց այնց հայրենիք հետ չեն վերադարձել։ Դավաճանություն մտածա այս ազգի մեջ։ Լավից, վատից այս ազգին կզսրած, կրթել, ծսրել մարդաշինը սովետական միություն, ինչ ուզում եք արեք։ Մենակ այդ ժամանակ սրանք հասկացան ինչա երգիր, հայրենիք, որ հելան գնացին հասան մինչև Բեռլին։ Այդ ժամանակ հելան հասկացան ինչ է նշանակում, եկի որ ոսոտական հրացաներով գնացին մտան Ղարաբաղ, եկան հետ բերին տուն։ Հետ էլի վերջում եկան տվին։ Որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը ման շատ նախիսել ու տարի 10 կոմից ասել, պիտի տանք, բայց դուրս թունեմ Լևոն որ պիտի տանք, շարժումը խիսկսիր ժողովրդին բերլսին օպերայի հրապարակ Արցախի հետ բորում, այ բոզի տղա քոր գանդոս, դու քիչ ես սատկում։ Մի հատ էլ քո թուլեքին, Սերժին ու Նիկոլին բերեցի բայց իշխանության որ վերջում Ղարաբաղը տայրու բրծնեիչ, լավա քունած։ Այսինքն էլ է։ Սենց են եղել։ Այս ազգը չի դզվի, սենց պրոստը տակ չի դզվի, այս ազգին դզելու համար պետք է սկսել մանկապարտեզից, դասյարակներից, տարական դպրոցից, ուսուցիչներից, դպրոցի դիրեկտորներից, ամեն մեկի մազերը ստանդարտ միանման ֆենացը, սաղին մաղել հանել շպրտել դուրս նոր կրտոջախներով, մշակույթով, ծծցնելով, կագեբեի պատվալներում ծծցնելով, կամաս վերականգնել ասկ վերջապես, որ գոնե հետ վերադառնանք են 1988 թվի մակարդակին, որ հասկանան ինչ նշանակում հող, երգիր, ջուր, մայր, հայր եւ այլն, որ երբ որ հորը բռնում են անկախ նրանից, հերը տովա, ասես դիգիմ հերս է, ոչ թե առնեց զվեց գնաց Մինսկի քուչեկական էժմիացնի։ Վալավա, վատա, դավաճանա, գելա, գազանա, քո հերն ա եղել։ Սեփական սերունդը, սեփական ժառանգը չի հիշում հորը, հոր հետևի շեթն։ Էլուր մնաց խախի տղու խախ երեխու զինվորի համար եւ այլն։ Էսա։ Ես կաշվի վախում է, հիմա հենը թու մավ է գրքվան տղել մալի խոսալ։ Պիսիկ, երկուսն էլ, պիսիկ։ Կամ դոդի կագույ տղել, խրգլող։ Ու, բարեբախտաբար, ես է բարեբախտաբարություն չեմ տեսում, դժբախտաբար, այդ սանր ֆունկցիան, ես ոնց տենում եմ դրվածավարցան ու կսանի վզին, չիկին պասկը, ատես գրական ստեղծագործություն կար։ Գրիգորյան, Երմոնիայի ցիչեն ելնեսոր ուսուցիչների 90%-ի բերանը, թե մենք ունենք ուսուցիչ։ Այդ էլ ապախտվել։ Գյոզար կնիկը, հա։ Դրաս աշակերտների սովորացնում էր հայրենիք, Մկրտչյան Լիդան, Ամիխանյան Ալիսան,
Այն ժամանակ ուսուցիչներն էին ուսուցիչ, թիմիկ բանել, բարդակ։ Էս է ուզում ասեի։ Եվ եւս մեկ անգամ ուզում եմ ասեմ այդ ազգային ժողովի խախտի տղեկին։ Հերիքա, մեռած մարդկանց անունները շոշափելով, փորձեք դիվիդենդ հավաքել, այ գանդոններ։ Հիմա հելեք Ադրբեջանին պատասխանեք, հելեք Թուրքիային պատասխանեք, ոչ թե մեռած մարդկանց ոսկորների հետ խաղացեք, փորձեք ինչ-որ հեղինակություն ձեռք բերել։ Հելեք ձեր Ղարաբաղի մասին խոսացեք, վերջը տալիս եք, չեք տալի, կամ հենց ասում են, այ միջանցքը որ բացվի, գազ կունենա, այդ միջանցքը ինչ կապ ունի գազի հետ, այ ոզի տղեկ։ Սյունիքի միջանցքը գազի հետ ինչ կապ ունի։ Էս է ուզում ասեի, ամեն հայկանքով Վարդան Ղուկասյան։